Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարծես դուրս է գալիս վերահսկողությունից, ԱՄՆ նախագահներ հանդես է եկել տեսաուղերձով, կոչ անելով Իրանին վայր դնել զենքը, հակառակ դեպքում կլինեն ծանր հետևանքներ։ Թեհրանն էլ իր հերթին հայտարարել է, որ ագրեսիան անպատասխան չի մնա եւ թիրախավորել ինչպես Իսրայելը, այնպես էլ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ 25 աղջիկ է զոհվել, եւս մոտ 50-ը վիրավորվել իսրայելական ուժերի կողմից Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով։ Հայաստանը քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։ Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարը ծավալուն հարցազրույց է տվել Los Angeles Times պարբերականին, որում անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարներին։ Քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպքից մինչև պաշտոնեական դիրքի չարաշահում, ապօրինի կառույցների ապամոնտաժում եւ սպանություն, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Երևանում մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, մրցաշար, որը պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Ըստ կազմակերպիչների առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 40 երկիր։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարծես դուրս է գալիս վերահսկողությունից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, կոչ անելով Իրանին վայր դնել զենքը, հակառակ դեպքում կլինեն ծանր հետևանքներ։ Թեհրանն էլ իր հերթին հայտարարել է, որ ագրեսիան անպատասխան չի մնա եւ թիրախավորել է ինչպես Իսրայելը, այնպես էլ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Պատերազմական գործողությունների աշխարհագրությունը կարծես ընդլայնվում է։ Սաուդյան Արաբիան է հայտարարել, որ պատրաստ է միանալ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմում։ Արաբական Միացյալ Էմիրությունները ևս հայտնել է, որ պատրաստվում է պատասխան հարվածներ հասցնել Իրանին։ Լուսաբացն ամենևին էլ խաղաղ չէր Իրանի եւ բնականաբար ամբողջ տարածաշրջանի համար։ Իսլամական Հանրապետության բնակիչներն արթնացան ոչ թե արևի առաջին շողերից, այլ պայթյունների դղրդյունից։ Այն ինչի մասին շաբաթներ շարունակ խոսում էին փորձագետներն ու դիվանագետները, դարձավ իրականություն։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է։ Իսրայելն ու Միացյալ Նահանգները հայտարարել են Իրանի դեմ լայնածավալ համատեղ ռազմական գործողությունների մեկնարկի մասին, թիրախում ունենալով Իրանի ռազմական եւ հրթիռային ենթակառուցվածքները։ Սրանք հետևանք են ամիսներ շարունակ կուտակված լարվածության, փոխադարձ սպառնալիքների եւ կարմիր գծերի հատման։ Վաշինգտոնը պնդում է գործել է անմիջական սպառնալիքը կանխելու համար, մինչդեռ Թեհրանը հայտարարում է ագրեսիան անպատասխան չի մնա։ Իրանն անցել է հարձակման, թիրախավորելով ոչ միայն Իսրայելը, այլև տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաները։ Վաշինգտոնն օպերացիան անվանել է Էպիկ ցասում, Թել Ավիվը առյուծի մռնչոց, նաև Եհուդայի վահան։ Իսկ Իրանն իր պատասխան գործողությունները կոչել է Խայբարի մարտ, նաև փոթորիկի վերջը։ Առավոտյան ժամերից սկսած հզոր պայթյուններ են որոտացել Թեհրանում եւ երկրի տարբեր քաղաքներում՝ Սպահանում, Ղոմում, Քերմանշահում, Թավրիզում, Դեզֆուլում, Նավահանդում, Կանգավարում, Բուշերում եւ Բանդար Աբասում։ Ըստ տարբեր աղբյուրների թիրախավորվել են 30 օբյեկտներ, այդ թվում Իրանի նախագահի նստավայրը, հետախուզության նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, նաև գերագույն առաջնորդ Ալի Խամենեի համալիրի տարածքը։ Հաղորդվում է, որ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր, նրա կեցավայրի հատվածում եւս պայթյուն է արձանագրվել։ Այլ տվյալներով Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ խափանվել է, հասնելով սովորական մակարդակի մոտ 4%-ի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձով հայտարարել է լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, ընդգծելով, որ նպատակը Իրանի հրթիռային եւ ռազմական կարողությունների չեզոքացումն է։ Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին, վերացնելով անմիջական եւ անխուսափելի սպառնալիքները։ Ես իրանական անվտանգության ուժերին կոչ եմ անում վայր դնել զենքը եւ խոստանում եմ արդարացի վերաբերմունք նրանց նկատմամբ, որոնք կհրաժարվեն դիմադրությունից, հակառակ դեպքում նախազգուշացնում եմ ծանր հետևանքների մասին։ Նրանց գործունեությունը ուղղակիորեն սպառնում է Միացյալ Նահանգներին, մեր զորքերին, արտերկրում գտնվող մեր բազաներին եւ մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում։ Թրամփը միաժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ոչնչացնել Իրանի հրթիռները, նավատորմը եւ ռազմական արդյունաբերությունը։ Ավելի քան 12 ամերիկյան ռազմանավ գտնվում է Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ գործողության մեջ տեղակայել է իր տիեզերական, ռազմաօդային, ռազմածովային, բանակային ուժերը եւ ծովային հետևակի կորպուսը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ իրենց գործողությունը միտված է գոյաբանական սպառնալիքի վերացմանը։ Այս մարդասպան ահաբեկչական ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունը պայմաններ կստեղծի, որպեսզի Իրանի խիզախ ժողովուրդը իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը։
Նեթանյահուն նշել է, որ օպերացիան կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին հայտարարել է Իսրայելի ուղղությամբ առնվազն 30 բալիստիկ հրթիռ արձակելու մասին։ Հնչել են օդային տագնապի ազդանշաններ Թել Ավիվում եւ Երուսաղեմում։ Իրանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել ռազմական եւ քաղաքացիական օբյեկտներին, կոպտորեն խախտելով երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրանական կողմը հայտարարել է, որ Իրանը կպաշտպանի իր տարածքն ու ժողովրդի անվտանգությունը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է. Թեհրանը Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին դաս կտա, որը նրանց պատմության մեջ երբեք չի եղել։ Ըստ նրա, թշնամին պետք է գիտակցի, այս տարածաշրջանում ուժի լեզուն չի կարող լուծում բերել։ Թեհրանը չի ձգտում պատերազմի, բայց թույլ չի տա, որ սպառնալիքի տակ դրվի իր ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։ Պատասխանը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել։ Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը։ Ըստ չհաստատված տեղեկությունների, Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիին զոհվել է Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով։ Նաև մահափորձ է կատարվել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի դեմ։ Հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ եւ քաղաքական պաշտոնյաներ եւս զոհվել են Միացյալ Նահանգներ Իսրայել հարվածների հետևանքով։ Տեղեկություններ են տարածվում նաև Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների ռազմածովային օբյեկտի Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Ալ-Զաֆրա ավիաբազայի ուղղությամբ հարվածների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրանական հրթիռների խոցման պահին Աբու Դաբիում մեկ մարդ զոհվել է։ Իրաքի երկնքում եւս նկատվել են թևավոր հրթիռներ, իսկ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից իրականացվում են ինտենսիվ գործողություններ։ Մի կողմից հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է 70,000 պահեստազորայինների զորակոչ, մյուս կողմից Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբն է հայտարարել, որ Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած երկրի ռազմաբազան կդառնա իսլամական հեղափոխության կողմից հարձակումների թիրախ։ Ի աջակցություն Իրանի, Եմենի հութիները որոշել են վերսկսել հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումները Իսրայելի նկատմամբ։ Առաջին հարվածը կարող է լինել արդեն այսօր։ Իրանը, Իրաքն ու Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։ Արաբական Միացյալ Էմիրությունները եւս ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը։ Հայաստանի հարավային ուղղությամբ թռիչքները փաստացի խափանված են։ Զվարթնոց օդանավակայանից հաղորդում են չեղարկված եւ հետաձգված չվերթների մասին։ Թեհրանի կառավարական թաղամասը ենթարկվել է նոր հարվածների, հրապարակվել են կադրեր ավերված բնակելի շենքերից։ Իրանի արտգործնախարարությունը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել իր դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների առնչությամբ։ Միաժամանակ հաղորդվում է կիբերհարձակումների մասին իրանական լրատվամիջոցների դեմ։ Իրանի խորհրդարանն էլ հայտարարել է, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը կվերածվի Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի։ Սա այն վկայում նաեւ ժամարժան փոփոխվող զարգացումները։ Յուրաքանչյուր նոր հարված ընդլայնում է հակամարտության աշխարհագրությունը, այն դարձնելով ոչ միայն երկկողմ բախում, այլև գլոբալ անվտանգության լուրջ փորձություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցը իսրայելական ուժերի թիրախ է դարձել, հաղորդում է Իրնան։ Հորմոզգան նահանգի քաղաքական, անվտանգության եւ սոցիալական հարցերով փոխնահանգապետը հայտնել է, որ իսրայելական ուժերի կողմից դպրոցի վրա հարձակման հետևանքով մոտ 25 աղջիկ է զոհվել, եւս մոտ 50-ը վիրավորվել։ Որոշ աղբյուրների տվյալներով զոհերի թիվը անցնում է 40-ից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, Երևանը Իրանում եւ Իսրայելում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները եւ հետևել պաշտոնական ցուցումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են, այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ, որում նաեւ նշվում է, որ կարևորագույն նշանակություն ունեն միջուկային անվտանգության ապահովումը եւ ցանկացած գործողության կանխումը։ Ինչպես միշտ այս անգամ եւս Եվրոպան կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ լիովին հարգել միջուկային իրավունքը։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները որակելով անխոհեմ քայլ։ ՌԴ-ԱԳՆ-ն դատապարտելի է համարում նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացում են վերականգնված բանակցային գործընթացի պայմաններում։ Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ անցել են վտանգավոր արկածախնդրության, որը տարածաշրջանը արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական եւ չի բացառվում նաև ռադիոլոգիական աղետի ասված է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն կողմերին կոչ արել վերադառնալ դիվանագիտական կարգավորման դաշտ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման դեպքում։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, նշելով, որ նման քայլը կարող է դիտարկվել, եթե կողմերը հասնեն համաձայնության։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը միացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տնտեսական վերակառուցման հարցերով խորհրդատվական խմբին։ Սունակը Զելենսկու խորհրդականն է լինելու տնտեսական հարցերով եւ աջակցելու է Ուկրաինային պատերազմի պայմաններում տնտեսության վերականգնման գործընթացում։ Նշվում է, որ նա կօգնի Կիևին ներգրավել պաշտպանական ոլորտի ներդրումներ, վերականգնել տնտեսությունը եւ ուժեղացնել երկրի էներգետիկ դիմադրողականությունը, հատկապես հաջորդ ձմռանը նախապատրաստվելու նպատակով։ Իտալիայի Միլան քաղաքում լուրջ վթար է տեղի ունեցել, տրամվայը դուրս է եկել ռելսերից եւ մեծ արագությամբ բախվել շենքի։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ եւս 39-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Վթարի պատճառները դեռևս պարզված չեն։ Դեպքի հանգամանքները հետաքննվում են, այլ մանրամասներ այժմ չեն հաղորդվում։ Պակիստանը հարվածներ է հասցրել թալիբների ռազմական դիրքերին, այդ թվում Քաբուլում եւ Քանդահարում։ Երկու կողմերն էլ հայտնում են զոհերի մասին, սակայն տվյալները հակասում են։ Պակիստանը հայտարարել է 12 զինծառայողի եւ 274 թալիբի զոհվելու մասին, իսկ թալիբները պնդում են, որ սպանվել է իրենց 13 մարտիկ եւ 55 պակիստանցի զինվոր։ Թալիբների ներկայացուցիչները նաեւ հայտնում են Պակիստանում խաղաղ բնակիչների զոհերի մասին, սակայն այս տվյալները դեռ չեն հստակեցվել։ Պակիստանի գործողությունները ներկայացվում է որպես պատասխան անդրսահմանյան հարձակումներին, մինչդեռ Քաբուլը դրանք գնահատել է որպես երկրի ինքնիշխանության խախտում։ ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ Չինաստանը կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցություններին։ Բոլիվիայի ռազմաօդային ուժերի Հերկուլես ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխում էր երկրի կենտրոնական բանկի նոր տպագրված թղթադրամները, վթարի է ենթարկվել մայրաքաղաքին մոտ գտնվող Ալտո քաղաքում։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, եւս առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Տեղական իշխանությունների տվյալներով ինքնաթիռը դուրս էր եկել Սանտա Կրուզ քաղաքից եւ Էլ Ալտոյում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, ինչից հետո կործանվել է։ Դեպքի պատճառները դեռևս պարզվում են։ Հայաստանը քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի, բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Լոս Անջելես Թայմս պաբերականին, որում անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարներին։ Հեղինակավոր Լոս Անջելես Թայմս պարբերականը ծավալուն զեկույց է հրապարակել նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին։ Պարբերականը զրուցել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։ Ըստ նախարարի խաղաղության փաստաթղթի նախաստորագրումից հետո տարածաշրջանի իրավիճակը փոխվել է։ Նոր պայմանավորվածությունները նախատեսում են բաց սահմաններ եւ կապերի վերականգնում, երկաթուղիներ, ավտոճանապարհներ, գազի եւ նավթի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր։ Սա նոր իրականություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Այս արտաքին փոփոխությունները լրացվում են ներքին խորքային բարեփոխումներով։ Հայաստանը շարունակում է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, բարելավել կառավարումը եւ արագացնել թվայնացումը։ Այդ քայլերը ստեղծում են ավելի կանխատեսելի, թափանցիկ եւ ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայր։ Բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, կիսահաղորդիչները, մաքուր էներգիան եւ կրթությունը դարձել են երկրի զարգացման հիմնական ուղղություններ։ Միացյալ Նահանգների հետ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործակցության հուշագիրը եւս ընդգծում է Հայաստանի աճող դերը։ ԲՏԱ նախարարը անդրադառնում է նաև այն խոշոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տեխնոլոգիական ցանցերին, իսկ ակադեմիական քաղաքն իր հերթին նպատակ ունի ձևավորել գիտնականների եւ ինժեներների նոր սերունդ։ Բացի այդ, խաղաղությունը փոխում է նաև մարդկային կապիտալի դինամիկան։ Հայաստանը ներդրողների համար ստեղծում է թափանցիկ ենթակառուցվածքային կամ բարձր բարդության ներդրումների համար մինչև 35% պետական աջակցություն։
Հայաստանը զարգացնում է արհեստական բանականության, կիսահաղորդիչների եւ թվային ենթակառուցվածքների ոլորտները, նպատակ ունենալով ներգրավել միջազգային ներդրումներ եւ ստեղծել նոր արդյունաբերություններ։ Երկրի կրթված եւ տեխնոլոգիական մասնագիտացված աշխատուժը Հայաստանի գլխավոր առավելություններից է, իսկ պետական քաղաքականությունն ուղղված է ներդրումային գրավչության բարձրացմանը եւ գլոբալ տեխնոլոգիական շուկաների հետ ինտեգրմանը։ Նշենք, որ հոդվածում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ ոլորտում Հայաստանի ունեցած բազմազան աղբյուրներին՝ ատոմային, հիդրո եւ արագաճող արևային էներգիա։ Արևային հզորությունները արդեն հասել են մոտ 800 մեգավատի, ինչը ամրապնդում է տեխնոլոգիական ոլորտների մրցունակությունը։ Թողարկման այս հատվածում խոսելու ենք մի թեմայի վերաբերյալ, որը մեծ ազդեցություն ունի ֆինանսական շուկայի վրա։ Խոսքը կրիպտոարժույթի մասին է, իսկ մեր հյուրը ոլորտի մասնագետ, կրիպտո տնտեսվարողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը։ Բարի երկու, պարոն Ավետիսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, խոսել ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը կարծես 21-րդ դարում դարձել է կարևոր գործիք, նորամուծություն, նորարարություն ֆինանսական աշխարհում եւ շատերի համար նույնիսկ պարզել չէ, թե սա ինչ է։ Խոսելու ենք կրիպտոյի մասին։ Դուք որպես պրոֆեսիոնալ մասնագետ, ոլորտի մասնագետ կցանկանայի նախ մի փոքր տեղեկատվական էքսկուրս կատարենք, ներկայացնենք ինչ է դա, որտեղ հեռուստադիտողներից շատերը իսկապես չգիտի, նորություն է, իսկ դաշտում տեղեկատվությունը շատ է եւ այսպես ասած կեղծ տեղեկատվություն տարածողները նույնպես շատ են։ Դրա համար որոշել ենք, որ հենց դուք որպես ոլորտի մասնագետ, պրոֆեսիոնալ ներկայացնեք ու սկսենք մի փոքր տեղեկատվություն տարածել, ինչ է այն։ Խնդրեմ։ Հա, իհարկե, կրիպտոն ինչ է իրենց ներկայացնում, ինքը ոնց որ այլընտրանքային փող լինի թվային տիրույթում, ու ժամանակին ինքը ստեղծվել է որպես բանկերին այլընտրանք, նաև ինֆլյացիայից պաշտպանվելու միջոց, բայց վերջի տարիներին շատ մեծ թափ է հավաքել հատկապես փոխանցումների շրջանակում, միջազգային փոխանցումներ, տրանսֆերտներ, առևտուր, ու ինքը հեշտացնում է վարկյանական աշխարհի ցանկացած ծայրից մյուս ծայրը գումար ուղարկել առանց միջնորդների, գրեթե առանց միջնորդ հավճարների, ու այդպիսով հեշտացնում է մարդկանց կյանքը։ Հիմա դե գիտենք, ամեն ինչ բանկերի միջոցով է գնում, իրանք միջնորդներ են, միջնորդ հավճարներ են վերցնում, միջազգային բանկային փոխանցումները կարող են օրեր եւ շաբաթներ տևեն, այնտեղ բոլոր միջնորդները իրանց մտահոգություններ են հայտնում, ինֆորմացիա են ճշտում, հաճախ բլոկավորվում են փոխանցումները, հետ են նստում եւ այլն, իսկ կրիպտոյով դու կարող ես անհատից անհատ վարկյանական ցանկացած տեղ գումար ուղարկել։ Տեսեք, ինչ ռիսկեր է պարունակում կրիպտոն, որովհետև ենթադրենք սկսնակ մարդը, որ ուզում է զբաղվել դրանով, տեղեկատվություն այդքան չունի։ Որտեղից պետք է սկսի, ինչպես պետք է սկսի եւ ռիսկերը ինչպես դարձնել կառավարելի այս մասով, որտեղ տեսեք դուք նշում եք, որ բանկերը մի փոքր գուցե երկարաժամկետ հեռանկարում են, փոխանցումներ իրականացնում, բայց բանկերի մի տեսակ հասարակության լայն շերտերը ավելի վստահություն ունեն։ Կրիպտոյի մասով կարծես կամ տեղեկատվությունն է քիչ, կամ ուղղակի մարդիկ նոր են ինտեգրում իրենց կյանք, այս մասով նոր սկսնակը ինչպես սկսի զբաղվել դրանով։ Տեսեք, ռիսկերից երկու բան կա, որ հիմնականում շեշտադրում են, երբ խոսում են, որ կրիպտոն ռիսկային է, առաջինն այն, որպես ինքը ներդրումային գործիք, որովհետև հիմա շատ են խաբեությունները, ասում են, այս կրիպտոն առեք, իր կուրսը կբարձրանա, դուք վրան կհարստանաք, ու մեծ մասը ոլորտի 99.9%-ը, երբ որ տենց ներդրումներ են առաջարկում, դրանք խաբեություն են հանդիսանում, ոլորտի հիմնական կրիպտոն բիթքոինն է հանդիսանում, որ ինքը թվային ոսկի է, էլեկտրոնային ոսկի է կարելի ասել, ու շատերն են հենց նաև խոշոր ֆոնդերից, պետություններից իրան այդպես որակում, այդպես համարում, այնպես որ զգուշ է պետք լինել տարատեսակ ինչ-որ պրոյեկտների մեջ գումարներ ներդնելուց, ու այնտեղ պետք չի արագ շահույթներ ինչ-որ ակնկալել։ Երկրորդ ռիսկերից, որ կարելի է շեշտել, դա այն է, որ չնայած նրան, որ դուք կարողանում եք ինքներդ ձեր գումարները տիրապետել ու ինչպես նշեցի վարկյանական իրար մեջ փոխանցումներ անել, այդպիսով նաև ամբողջ պատասխանատվությունը անվտանգության նաև ձեր վրա ընկնում։ Օրինակ, երբ որ դուք բանկերում հաշիվ եք բացում, դուք վստահում եք այդ միջնորդ կազմակերպությանը, որ ինքը ձեր գումարները ապահով կպահի, երբ որ դուք իրան դիմեք, ինքը ձեր գումարները կվերադարձնի, բայց կրիպտոյի դեպքում 100%-ով անվտանգությունը ձեր մոտ պետք է պահեք, որ եթե հանկարծ այդ կրիպտոյի ձեր դրամապանակի բանալի բառերը, ասենք, լավ չպահեցիք կամ ձեր հեռախոսահամակարգիչը կոտրեցին, ձեր կրիպտոն կարող են տանել ու հիմնականում անվերադարձ կերպով
անել։ Դրա համար Այսինքն այս դեպքում ռիսկը շատ է եւ երաշխիքն է քիչ, որ կպահպանես բանկի դեպքում կարծես դու գիտես գնալ ումից պահանջել։ Այս դեպքում ումից պահանջես։ Հա, բայց նաեւ դա բերում է իր հետ անկախություն։ Դու կարող ես անկախ լինել քո անվտանգությունը ինքդ տնօրինել կամ էլ կախված լինես միջնորդներից ու իրանց մոտ քո գումարը պահել։ Այսինքն ստացվում է, որ նաեւ պետք է գիտելիքներ համապատասխան։ Պատական ուղղակի ոչ տնտեսագիտական կամ աուդիտորական կամ ֆինանսական գիտելիք չունեցող մարդու համար մի փոքր դժվար կլինի։ Այսինքն սկսնակի համար առաջին հերթին պետք է տեղեկատվություն, հա, ինֆորմացիա, գիտելիքներ։ Առաջին քայլը կրիպտոյում դա առնվազն մի քանի ժամ հատկացնել, հասկանալ մոտավորապես այս ոլորտը իրենց ինչ է ներկայացնում, ասում են, որ մոտ 100 ժամ է պետք, որպեսզի դու խորանաս ու սեփական համոզմունքներ ունենաս ոլորտի մասին, պետք է 100 ժամ կարդաս, լսես ինչ որ վիդեոներ, նյութեր, հարցազրույցներ, որպեսզի հասկանաս այս ոլորտը իրենց ինչ է ներկայացնում։ Այսինքն գուցե 100 ժամ չէ, այլ գուցե մի քանի ամիսներ կամ գուցե ինչ որ որոշակի երկար 1 տարի կրթություն է պետք, որպեսզի կարողանաս անխոչնդոտ, հա, մանյովրես այս դաշտում։ Շատ բազմակողմանի ոլորտ է։ Շատ լավ, պարոն Ավետիսյան, տեսեք, Հայաստանում, ինչպես նշեցի սկզբում, նոր է այս ամենը, նոր մշակույթ է, նոր ֆինանսական հեղափոխություն ասենք կամ կարճաժամկետ տրենդ ասենք, չգիտեմ, ամեն մեկը մի բան ասում է։ Շատերը ասում են, որ սա հերթական ֆինանսական բուրգ է, որը որոշակի ժամանակ անց կփլուզվի։ Այս մասով ինչ մեկնաբանություն կտաք այն մարդկանց, որոնք ունեն այդպիսի կարծիք։ Ասեք, ֆինանսական բուրգ հիմնականում էլի որակում են այն կրիպտոներին, որոնք որ իրենցից եկամուտ են, այսպես ասած, ակնկալում, շատ ֆինանսական բուրգեր կան կրիպտո ոլորտում։ Նաև ոմանք առաջատար կրիպտոն բիթքոյնն են ժամանակին անվանել ֆինանսական բուրգ, որովհետև ինքը հաճախ սլացիկ աճ ունեցել, հետո մոտ 70-90% անկում ունեցել, բայց այդ անկումից հետո ինքը միշտ վերականգնվել է ու շատ ավելի բարձր է գնացել։ Օրինակ վերջի մի քանի ամսվա ընթացքում էլ բիթքոյնի գինը կարելի ասել կիսվել է, բայց դա չի նշանակում, որ այդ բուրգերը փլուզվեց, որտեղ բուրգերը փլուզվելուց հետո էլ երբեք չեն վերադառնում։ Ուղղակի սա շուկայական ոնց որ կորեկցիա է, ճշգրտում է, ժամանակի ընթացքում ինքը նորից կվերականգնվի։ Իսկ ամենամեծ կիրառությունը կրիպտո ոլորտում այս բայդրությամբ ինքը փոխանցումներին է առնչվում, առևտրային հարաբերություններին, հիմնականում stable coin-ների միջոցով, որոնք որ դոլարին կցված կրիպտոներն են, իրանց կուրսը միշտ $1 է, իրանք չեն տատանվում, օգտագործվում են տրանսֆերտների, առևտրի միջազգային փոխանցումների համար, այսինքն դուք հեշտությամբ կարողանում եք դոլար տեղափոխել ֆիզիկական անձանց մի երկրից մյուս երկիր եւ այլն։ Տեսեք, նաև իր մեջ պարունակում է կարծես կցանկանայեմ մեկնաբանեք որպես մասնագետ քաղաքական ասպեկտ, քանի որ եթե Միացյալ Նահանգներում ենթադրենք Թրամփը ընտրվեց, այնտեղ նաև որոշում պետք է բարձրանա բիթքոյնը, նաև որոշում պետք է իջնի։ Այս դեպքում ինչպես բիթքոյնով զբաղվող սուբյեկտը ինչպես վարվի, ինչ անի։ Քաղաքական ասպեկտ վստահաբար կա, առաջին հերթին այն մասով, որ ինքը կրիպտոն, ինքը ֆինանսական անկախություն է տալիս համ անհատներին, համ էլ պետություններին։ Դու երբ որ կրիպտո ոլորտը ворթեգրում ես, սկսում ես դրա առաջատարներից դառնալ, դու նաև անկախություն ես ձեռք բերում այդ միջնորդ ֆինանսական կազմակերպություններից։ Հիմա ոնց է, որոշ երկրներ օրինակ սանկցիաների տակ են ու հիմնականում ում որոշմամբ, էլի ձեր նշած Ամերիկայի որոշմամբ, որտեղ իրենք են կառավարում Visa-ն, Mastercard-ը, SWIFT համակարգը, ու այդ սանկցիաների տակ հայտնված երկրները հաճախ շրջանցում են այդ սանկցիաները իր առևտրային գործընկերների հետ կրիպտոյով գործարքներ անելուց, որովհետև կրիպտոն ապակենտրոն է, ինքը ինչ որ մարդուց կամ կազմակերպությունից կախված չի, ու ցանկացած երկու սուբյեկտ, լինի դա քաղաքացի թե պետություն թե կազմակերպություն, կարող են պայմանավորվել իրար հետ ու այդ միջոցները իրար փոխանցել կրիպտոյի տեսքով, այսինքն քաղաքական այդ կոմպոնենտը վստահաբար կա, իսկ Ամերիկայի մասով, այո, Ամերիկայի վարչակազմը գործող Թրամփի ղեկավարությամբ իրենք ворթեգրել են որպես կարևորագույն ուղղություն ոլորտ կրիպտոն, նախագահի երկու հրամանագիր կա հենց կրիպտոյին առնչվող, մեկը հենց կրիպտո ոլորտը որպես ստրատեգիական կարևոր նշանակություն շեշտող, երկրորդը որպես բիթքոյնի ստրատեգիական ռեզերվ ստեղծելու, հենց բիթքոյն որպես պետություն կուտակելը, որի օրինակին վստահաբար պետք է հետևի նաև Հայաստանը, այլ երկրներ նույնպես, որովհետև իրենք հասել են այդ գիտելիքին, իրանք գնացել են ժամանակին ճնշելու, սահմանափակելու, խիստ վերահսկողությամբ հենց ոլորտը կարելի ասել արգելելու ուղղությամբ, հետո հասկացել են, որ դա վնասող է իր էությամբ, հիմա այս վարչակազմը եկել է, ասում է, չէ, պետքա ազատ թողնել այս ոլորտը, պետքա զարգացնել ու պետքա մենք լինենք այստեղ առաջատարը։ Ամեն դեպքում քաղաքական ասպեկտը կար։ Շատ լավ, Հայաստանի մասով խոսենք, դուք նշեցիք, որ Հայաստանը նույնպես այդ չափորոշիչներին փորձում է հետևել։ Ինչպիսին է Հայաստանում շուկան, կրիպտո շուկան, ինչպիսին է այն։ Արդյոք զարգանում է, թե լճացել է, թե ինչ որ մարդիկ կան, որոնք այսպես ասած պղտոր ջրում ձուկ են որսում։ Առհասարակ հայկական շուկան, կրիպտո շուկան ինչպիսին է։ Մի փոքր տեղեկատվություն այս մասով։ Կրիպտո շուկան Հայաստանում տարեց տարի դինամիկ կերպով զարգացել է։
այս պայդրությամբ կարելի ասել, որ տարեկանը կա մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն Հայաստանում մենակ կրիպտոյով։ Դա բավականին լուրջ թիվ է։ Լուրջ թիվ է, մեր ոնց որ արտաքին առևտրաշրջանառությունը դրան մոտիկ թիվ է էլի կազմում։ Բացի դրանից բնակչության մոտ 15%-ը, մոտ 450,000 քաղաքացի կամ հիմա ակտիվորեն օգտվում է կրիպտոյից կամ առնվազն անցյալում մեկ անգամ օգտվել է կրիպտոյից, այսինքն Հայաստանն էլ այդ առումով ոնց որ մարդիկ անծանոթ չեն այս ոլորտին։ Ճիշտ է, այդ մարդիկ ովքեր որ օգտվել են, իրանք հենց կոնկրետ գիտելիքներ ունեն, այդ փորձ ունեն, մյուս 85%-ը կարող է ընդհանրապես ոչ մի բան չիմանա, պատկերացում չունենա, այդ առումով մի քիչ խզվածություն կա գիտելիքի առումով։ Ու տարիներ շարունակ այս ոլորտը զարգացել է նաև ինչ որ չափով ճնշված լինելով, քանի որ 18 թվականից սկսած կենտրոնական բանկը թույլ չտվել բանկերին սպասարկել կրիպտո ոլորտը ու այս ոլորտում գործունեությունը համար ամբողջությամբ կանխիկ եղանակով կրիպտո գրասենյակների չենջերի միջոցով է տեղի ունեցել, բայց ամեն դեպքում եղել են շատ խոշոր առևտրային հարաբերություններ, շատ մեծ տրանսֆերտներ Ամերիկայից, Ռուսաստանից, այլ երկրներից, այսինքն գումարը հեշտությամբ գնացել եկել է ու նաև մեծ առևտրային շրջանառություն է սպասարկվել, այդ 10 միլիարդից գերակշռող հատվածից առևտրին է վերաբերվում։ Այ հենց եկանք հասանք ամենակարևոր թեմային կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը ինչ որ օրենսդրական նախաձեռնություններ, փաթեթներ, կարգավորումներ է մշակել եւ կարծես ստացվում է, որ խնդրահարույց խնդիրներ է առաջացնում կրիպտո շուկայում։ Այս մասով կցանկանայի ձեր մեկնաբանությունը եւ ձեր դժգոհությունը։ Պետությունը մի կողմից ասում է, ես պետք է վերահսկեմ, մի կողմից էլ թվային տեխնոլոգիաները գուցե գալ ու պետությանը անցնեն գնան։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, այդ իրազեկվածության պակասը որ կա քաղաքացիների մոտ, նույն չափով կա նաև պետության մոտ։ Պետությունը չգիտի կրիպտոն իրենց ինչա ներկայացնում, ինչ առևտրային հարաբերություններ կան, ինչ շրջանառություն կա, այդ հաճախորդ բիզնես հարաբերությունները ոնց են ձևավորվում, ու այդ ամեն ինչը չհասկանալով հանդերձ հիմա պետությունը եկել է դեմս կենտրոնական բանկի, ասում է պետք է այսպիսի կարգավորում լինի, ես պատկերացնում եմ, որ այսպես պետք է լինի։ Ու իրականում կենտրոնական բանկը ինքը շատ սխալ սուբյեկտ է ընտրված որպես ոլորտի ռեգուլատոր, գրեթե ոչ մի երկրում աշխարհում, որտեղ որ ոլորտը զարգացած է, կենտրոնական բանկերը չեն վերահսկում այս ոլորտը, որտեղ իրենք փաստացի ինչ են հանդիսանում, կրիպտոն հանդիսանում է այլ ընտրանք բանկային համակարգին։ Ստացվում է համ դու մրցակցին ես կոպիտ ասած տալիս այս ոլորտի կարգավորումը, որ ինքը ուզի կսահմանափակի կճնշի այնց քանի որ ինքը չաճի։ Բացի նրանից բանկային համակարգը ինքը հին ֆինանսական աշխարհն է, ու այս հին ֆինանսական աշխարհի կանոնները, սկզբունքները հաճախ կիրառելի չեն լինում այս նոր ֆինանսական աշխարհում, որը որ նախընտրում է կրիպտոն ազատություն, արագություն, հեշտություն, պարզություն, ու իմ այն բարդ բյուրոկրատիան, որ կա բանկային համակարգում, կենտրոնական բանկը ու պետությունը փորձում են բերել կրիպտոն կիրառել, որը որ ակտուալ չի ստացվում դա կիրառել։ Ու ինչ է ստացվել, որ հունվարի 1-ից սկսած կանխիկը ամբողջովին կարելի ասել սահմանափակվել է կրիպտո ոլորտում, մինչդեռ կանխիկով էր գոյատևում այս ոլորտը մինչև հիմա, որտեղ բանկերը չէին սպասում։ Այսինքն բանկը, կենտրոնական բանկը խոչընդոտում է այս դեպքում։ Խոչընդոտում է ու բացի նրանից, որ կանխիկի շրջանառությունը սահմանափակվեց ոլորտում, բանկերը դեռևս նորմալ չեն սպասարկում այս ոլորտը։ Մենք որպես կրիպտո ընկերություն փորձում ենք բանկերում հաշիվ բացել, մեզ մերժում են։ Ըստ 18 բանկերից Հայաստանյան, եթե ճիշտ եմ թիվը հիշում, ընդհանրապես մեկն է, որ ինչ որ առաջին փորձնական քայլերն է սկսել անել, այն էլ էլի շատ դժվար պահանջներով, շատ ձևական սահմանափակումներով ու շրջանառության սահմանաչափերով, որ այս ոլորտը պարզապես չի կարողանում այդտեղ գործել։ Ու հիմա տենց փակուղային իրավիճակում է, որ կանխիկը փակվում է, անկանխիկը չի աշխատում, ու ընկերություններն չգիտեմ ոնց իրենց շրջանառությունը ապահովեն, իրենց հաճախորդներին սպասարկեն։ Որն է լուծումը, ինչ լուծում եք առաջարկում որպես ոլորտի մասնագետ։ Լուծումը այն է, որ այս ոլորտի նախ խնդիրները հասկանալ, առևտրային հարաբերությունները հասկանալ, հաճախորդ բիզնես հարաբերությունները, ռիսկերը, այո, հիմա պետությունը ամեն ինչի մասին խոսալուց այս ոլորտից ասում է ռիսկ, որովհետև ոնց որ վախեցած են ամենավատ ոնց որ բաներն են լսել մենակ այս ոլորտի մասին, բայց չգիտեն թե կոնկրետ այս ոլորտում որն է ռիսկը։ Ու ըստ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, օրինակ ամբողջ կրիպտոշրջանառության ընդամենը 0.25%-ն է, որ վերաբերվում է անօրինական փողերին։ Նույն բանը Հայաստանում է, այնտեղ ՆԳՆ-ն հայտարարել այն թիվը, որ մոտ 5 միլիոն դոլարի անօրինականություններ են Հայաստանում եղել կրիպտոյով, բայց մինչդեռ 10 միլիարդ դոլարի շրջանառություն կա, այսինքն չնչին մասը կազմում։ Պետք է նախ հասկանալ, թե այս ոլորտը իրենց ինչ է ներկայացնում, ինչ խնդիրներ կան, ինչ ռիսկեր կան ու համաչափ կարգավորում դնել։ Նաև ոլորտի հետ պետք է պարբերական հանդիպումներ կազմակերպեն, քննարկումներ կազմակերպեն, որի կարիքի հիմա զգացվում է։ Դրանք շատ հազվադեպ են լինում ու ոլորտի ձայնը հաճախ անտեսվում է, լսելի չի լինում։ Այսինքն դուք բացեք, որպեսզի հանդիպեք կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, այս դեպքում պետության հետ եւ առերեսվեք, խոսեք ձեր խնդիրների մասին բարձրաձայն։ Միանշանակ, ու դրա մասին պետք է շատ ակտիվ խոսել, որովհետեւ հենց հիմա ոլորտը գտնվում է փակուղային իրավիճակում։ Ու ոչ միայն կենտրոնական բանկի, նաեւ այլ գերատեսչությունների հետ,
օրինակ դեկտեմբերին ազգային ժողովում կրիպտոյի հետ կապված օրինագիծ էր քննարկվում, այնտեղ կենտրոնական բանկի ներկայացուցիչները, երբ որ հարցազեկուցում էին, падգամավորները իրենք էլ տեսան ականատես եղան նրան, թե ինչքան կողմնակալ ու ոչ արդար մոտեցումով է մոտենում կենտրոնական բանկը, անտրամաբանական սահմանափակումներով ու նաև падգամավորներից հնչեց այն գաղափարը, որ պետք է միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել, որպեսզի այլ կառույցներ նույնպես ներկայացված լինեն այդտեղ, որ ավելի բալանսավորված լինի պետական կառույցների ազդեցությունը այս ոլորտի օրենսդրությունը կարգավորումները մշակելու շուրջ։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել, պարոն Ավետիսյան, կցանկանայի կանխատեսում անենք, գուցե կանխատեսումները այդքան էլ մեր օրերում հեշտ գործ չի, բայց ամեն դեպքում 5 տարի, 10 տարի հետո կրիպտոշուկան ինչպիսին կլինի։ Կարող է ստացվել այնպես, որ հենց Հայաստանում մարդիկ աշխատավարձ ինչու՞ չստանան կրիպտոյով։ Հնարավոր բան է դա։ Արդեն այսօր Հայաստանում կան մարդիկ, համ հայեր, համ արտասահմանցիներ, ովքեր աշխատավարձը ստանում են կրիպտոյով, օրինակ մեր ընկերության միջոցով, հետո վերածում են դրամի, ստանում են իրենց բանկային հաշվին, այսինքն դա հիմա էլ ռեալ է ու տարեց տարի գնալով վստահաբար շրջանառությունը մեծանալու է։ Տրայեկտորիան, որ նայում ես կրիպտոն ինչքան է շրջանառությունը ու տարածումը մեծանում, ամեն տարի մենակ մեծանում է, որովհետև ինքը շատ ավելի հեշտ բարձ գործիք է, ինքը հարմար է դարձնում մարդկանց կյանքը, իսկ մարդիկ սիրում են հարմարավետություն, միանշանակ որ եւ նաեւ օպերատիվություն։ Իսկ կարող ենք ասել, որ ավելի երկար ժամկետում ամեն դեպքում տեխնոլոգիան կհաղթի պետությանը եւ գուցե դառնա նոր բանկային համակարգ 21-րդ դարի բանկը լինի կրիպտոշուկա։ Դրան կասկած չկա, հիմա կարող է պետությունը փորձում է դիմադրի իր պատկերացումները ոնց որ պարտադրի այս համակարգի վրա, բայց ժամանակի ընթացքում բոլորը ովքեր որ այդ ուղղությամբ գնում են, հասկանում են, որ սրա դեմը չի լինում առնել։ Նաև դա պատճառը, որ այս նշածը շրջանառության մեծ հատվածը հիմա գնացել է ստվեր, պետությունը չի կարող դա վերահսկել, բայց չի կարողանալու կանգնեցնել դա, որտեվ ինքը անկախ ապակենտրոն համակարգ է, երկու մարդ իր հետ կարող են պայմանավորվել այդ գործարքանել, վերջ դու դրա դեմ էլ չես կարող առնել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպքից մինչև պաշտոնյական դիրքի չարաշահում, ապօրինի կառույցների ապամոնտաժում եւ սպանություն։ Ոստիկանությանը հաջողվել է բացահայտել տարբեր հանցագործություններ, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Գեղարքունիքի զորամասերից մեկում նախնական տվյալներով 19-ամյա Նարեկ Հակոբյանին սպանել է ծառայագիծը, որը ձերբակալված է։ Քննչական սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել առաջիկայում նրան մեղադրանք առաջադրի եւ կդիմի դատարան կալանավորելու։ Զինվորն Աբովյան քաղաքից էր, թե ինչ խնդիրներ են եղել բանակում, ինչի հետևանքով երիտասարդը զրկվեց կյանքից, իրավապահները չեն մանրամասնում։ Փետրվարի սկզբին էլ բանակում մահացել էր 22-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը։ Իրավապահները գործը քննում են ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հունվարի 14-ին էլ հաղորդվեց Վահան Պետրոսյանի մահվան մասին, իրավապահներն այս դեպքում եւս քննում են ինքնասպանության վարկածը։ Պարզվել է, որ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ-քննիչի պաշտոնը զբաղեցրած անձը քրեական վարույթով կազմել եւ շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ, որում ներառել է քննչական գործողության ընթացքում տրված հարցերին վկայի եւ մեղադրյալի անունից հնչեցված մտածածին պատասխաններ։ Պաշտոնեական կեղծի կատարելու համար քննչական կոմիտեի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի կնոջն առնչվող գործը շուտով կգնա դատարան։ Ռուզաննա Խաչատրյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը չհայտարարագրելու, ապացույց կեղծելու եւ արգելադրված գույքն օտարելու համար։ Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը 2009-ին ձեռք է բերել Սերյան Օհանյանի օգնականը։ 2 տարի անց դրանք օտարվել են նախ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ մի դստերը, ապա մյուսին։ Հետագայում ապացույց է կեղծվել, որի հիման վրա դատարանը նրանց օգտին որոշում է կայացրել։ Խաչատրյանի եւ նրա քրոջի դստերի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան վերջինիս դրդմամբ հանդիպել է կալանավորված անձի ազգականին եւ նրանից ապօրինի ձեռք բերել ծխախոտի տուփի մեջ փաթեթավորված տարբեր տեսակի թմրամիջոցներ պարունակող զանգվածներ։ Այնուհետև թաքցնելով իր աշխատանքային պայուսակի մեջ այցելել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ աշխատակիցներն անձնական խոզարկության ժամանակ հայտնաբերել եւ վերցրել են տարբեր տեսակի եւ չափերի թմրամիջոցները։ ՎԱ եւ ԴՄ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 5-ի նկատմամբ տնային կալանքը։ Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություններ տեղի ունեցել եւ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ բժշկական կենտրոններ են տեղափոխվել դանակահարված եւ հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը 45-ամյա Ավն հիվանդանոցում մահացել է։ Նատախազությունը Պեկում եւ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից եւ նրան փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, 6 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, բանկերում ներդրված 792,000 դրամ եւ $24,000 ավանդ, 5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք, 270 միլիոն 151,000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 796 միլիոն 825,000 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են Հայաստանի կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու կողմից ապօրինի կառուցված քոթեջը։ Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել։ Փետրվարի 2-ին էլ ապամոնտաժվել են ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Դատախազության կողմից դատարան ներկայացված հայցերն ի թիվս այլոց վերաբերում են նաեւ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը, Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրին եւ քոթեջներին, Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի նախկին նախագահ ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Կապավոր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատներին։ Երևանում մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մրցաշար, որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Ըստ կազմակերպիչների առաջնությանը մասնակցելու հայտը ներկայացրել ավելի քան 40 երկիր, շուրջ 400 մարզիկ մարզիչ կազմով, իսկ մրցումային օրացույցում նախատեսված է 70 մեդալային հավաքածու։ Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել ողջույնի խոսքով, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել միջազգային խոշոր մրցաշարեր եւ դրանք վերածել ոչ միայն մարզական, այլև գործակցության եւ զարգացման հարթակի։ Մենք հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը եւ ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր եւ ես համոզված եմ, որ ամեն առաջնության դրական տպավորությունը, իսկ գոնե այս պահի դրությամբ մենք չենք ունեցել մի առաջնություն, որ որևէ նեգատիվ նստվածք թողի իր հետևից կամ Հայաստանում կամ մասնակիցների շրջանում, ինչը նշանակում է, որ մենք առաջիկայում նորանոր առիթներ կունենանք հանդիպելու տարբեր առաջնություններում։ Վարչապետը նշել է նաև, որ նման մրցաշարերը երկարաժամկետ ազդեցություն ունեն, խթանում են մարզաձևի զարգացումը, մարզական միջավայրի ակտիվացումը եւ միջազգային սպորտային կապերի խորացումը, Հայաստանի համար բացելով նոր հնարավորություններ։ Առաջնության ընթացքում կխաղարկվեն մեդալների 70 հավաքածուներ եւ ես համոզված եմ, որ ներկաներից շատերը այստեղից կհեռանան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով, ինչպես նաև հաճելի հուշերով Հայաստանի Հանրապետության եւ սպորտի այս փառատոնի վերաբերյալ։ Բացման խոսքով հանդես է եկել նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որը կարևորել է առաջնության անցկացումը, այն գնահատելով որպես մեծ պատասխանատվություն Հայաստանի համար եւ միաժամանակ հնարավորություն միջազգային հանրությանը կրկին ներկայացնելու երկիրը որպես բարձրակարգ մարզական միջոցառումներ կազմակերպող վստահելի հարթակ։ Անդրեասյանը նաև անդրադարձել է հայկական հրաձգության ձևավորած ավանդույթներին, շեշտելով,
որ մարզաձևը Հայաստանում ունի կայացած դպրոց եւ տարիների ընթացքում ձևավորել է մարզիկներ, որոնք իրենց արդյունքներով ներկայացրել են երկիրը միջազգային մրցահարթակներում։ Այնուհետև ելույթ է ունեցել Հրաձգության Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները, նշելով, որ Հայաստանի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու նախաձեռնությունը սկզբնական շրջանում շատերին համարձակ է թվացել, սակայն կազմակերպչական ընթացքը ցույց է տվել, որ հայկական կողմը կարողացել է ապահովել անհրաժեշտ պայմանները, ընդունելու հարյուրավոր մարզիկների եւ պատվիրակությունների։ Նրա խոսքով այս առաջնությունը կարող է դառնալ Հայաստանի համար հավելյալ խթան հրաձգության զարգացման, փորձի փոխանակման եւ միջազգային մարզական գործակցության ընդլայնման տեսանկյունից։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ հրաձգության միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսին, նաեւ պետական կառավարման համակարգի եւ մարզական ոլորտի մի շարք պաշտոնյաներ եւ հյուրեր։ Բացման արարողությունը կազմակերպիչների ներկայացմամբ ուղեկցվել է տպավորիչ շոու ծրագրերով, լուսաձայնային լուծումներով, տեսապատկերներով եւ հատուկ էֆեկտներով, որոնց միջոցով ներկայացվել են թեմատիկ դրվագներ եւ մրցաշարի խորհրդանշական մեկնարկի գաղափարը։ Դրան հաջորդել է մասնակից երկրների դրոշների շքերթը, ընդգծելով առաջնության միջազգային ընդգրկվածությունն ու մրցակցային լայն աշխարհագրությունը։ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 40 երկրների շուրջ 400 մարզիկ եւ մարզիչ։ Մրցումները կանցկացվեն օդամղիչ ատրճանակի, օդամղիչ հրացանի եւ շարժվող թիրախ մրցաձևերում։ Իսկ ընդհանուր հաշվարկով խաղարկվելու է 70 մեդալային հավաքածու։ Հայաստանն առաջնությանը մասնակցելու է 26 հոգանոց ներկայացուցչական կազմով, ներառելով ինչպես փորձառու, այնպես էլ նոր սերնդի մարզիկների, որոնք մրցելու են Եվրոպայի լավագույնների հետ։ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարի օրացույցում ներառված է նաև մարզումային օր, որից հետո կսկսվեն մեդալային հիմնական մրցումները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ժամի համար ցտեսություն։